Դուք ինչ եք հիշում դպրոցական տարիքից։ 1974 թվին մեր վաղ շատ լավ եղել դպրոց։ Կա ավագ սերունդ, որ սկսում է ձեռ առնել այդ բանը, դե լավ երախուն ուր է ստանում հոկեբանի։ Մեր ժամանակ հոկեբանի դերը փայլուն կատարում էին տատիկ պապիկները։ Երեխաները դպրոցի աշակերտներ են, թե ինչ որ մի փողոցային։ 1000 ներողություն, էլի։ Խի փողոցային։ Ասեցի փողոցային թող ներողը լինի այդ երեխեքը ձի։ Կուտակված է։ Ճիշտ ասացի։ Այսօր եթե ուսուցիչը երեխային բացատրում է, որ կոսը պետք չի, ես փողոցայինի պահներ, հա։ երեխաները չեն լսում ուսուցչուն։ Եթե երեխան ուզում է ինքնաարտահայտվի, ոնց ուզում է, իր հագուստի միջոցով է ուզում։ Արտահայտվելու ժամ չի։ Ամեն դեպքում ես մնում եմ կարծիքին, որ դպրոցում ավելի լավ կոմֆորտ հագնվի աշակերտը, որտեվ հիմնական այդ չի դպրոցի միտքը։ Կոմֆորտը որն է։ Ողջույն, նորալիքի սիրելի հեռուստադիտող։ Հեռուստադիտող, ինչ բարեկամ։ Ողջույն նորալիքի ամենագժական ու ամենաթույն ֆոլովերներին։ Սիրելի հեռուստադիտող, այսօր դուք կմբոշխնեք Չէ, պապ, չէ, ըմբոշխնել արի չօգտագործենք, սխալ բառը։ Պատկերացնում ես, օրինակ 130,000 հոգի, օրինակ իմ ֆոլովերներ ինձ ըմբոշխնեն։ Էդ ինչ է նշանակում։ Թող ըմբոշխնեն, ինչ կլինի։ Չէ, թող պրոստը նայեն, լայքեն, կոմենտեն։ Մի խոսքով պահում ենք իմ ասածը ավելի թրենդային է։ Մենք հանդիպել ենք նոր ալիքի channel-ում, նոր հաղորդաշարի շրջանակներում։ Հաղորդաշարը կոչվում է Zoom Boom, որտեղ զումերները եւ բումերները քննարկելու են սերունդային տարբերությունները, թե ինչն է մեր մոտ միշտ լավ է ամեն ինչ, ինչն է որ իրենց մոտ միշտ վատ է ամեն ինչ։ Zoom Boom։ Ես ուզում եմ ներկայացնել Յուրի Լևոնյան, իմ շատ լավ բարեկամը, շատ մոտ ընկերը։ Բարև ձեզ, ողջունում եմ իմ ժողովրդին։ Ես էլ առաջարկում եմ ներկայացնեմ իմ հյուրին, իմ լավ ընկերն է, Ռաֆոյա իր անունը, ինքը եւս բլոգեր է։ Մեր այսօրվա թեման շատ արդի քննարկվող, միշտ ժամանակներում քննարկվող թեմա է, դպրոցի մասին ենք խոսելու։ Դպրոցը շատ կարևոր դեր ունի մեր բոլորի կյանքում։ Ինձ հետաքրքիր է, օրինակ, դուք ինչ եք հիշում դպրոցական տարիքից, արդյոք սովորել եք լավ, չեք սովորել, ինչ կպատմեք, առաջի զանգ, վերջին զանգ։ Ես սովորել եմ երևի, որ ճիշտ ասեմ 1974 թվին մեր վաղ շատ լավ եղել դպրոցը։ Մենք սիրել ենք ուսուցչուհին մեզ։ Մենք ուսուցչուհին տենալով, հարգելով վախեցել ենք։ Մոտեցում ենք արեն ձև որ նա մեզ սիրի, բայց այսօր երեխաները դպրոցում են ձև են զարգացել, որ չես պատկերացնում այդ երեխաները դպրոցի աշակերտներ են, թե ինչ որ մի փողոցային։ 1000 ներողություն, էլի։ Խի փողոցային։ Ես նեղվա որտեղ ես դրա համար ձեզ սկզբից ներողություն խնդրեցի, որպեսզի անկեղծ խոսամ ձեր հետ։ Մարդը ներողություն խնդրեց վիրավորելուց առաջ։ Ես սկզբից ներողություն, բայց իմ տեսակետով որպես մեծ տարիքային ես հիշում եմ իմ անցյալը, ես որ դպրոց եմ գնացել կամ իմ հասակիցները դպրոցը սովորել են, ինչ են դառը, ինչ մակարդակ են, ինչ ձև են սովորել, գիտնականներ են դառը։ Բայց հիմա երեխաները ես որ ասեցի փողոցային թող ներողը լինի այդ երեխեքը ձի։ Կուտակված է։ Ճիշտ ասացի։ Ներսը Հեսա հերթով գալիս ենք, բաժին կանցնենք։ Ինձ թվում է ամեն դեպքում գալիս է խնդիրը տանից, տանը ոնց ծնողներն են լինում, այդպես էլ երեխան է լինում, ոնց որ ուսուցիչը լրիվ նոր մարդ է, աշակերտը լրիվ նոր մարդ են դպրոցում, բայց աշակերտը բերում է տանից։ Ինչ բերում է տանից է բերում։ Ինչ տանը տեսնում է, դա էլ անում է արդեն ուսուցչի հետ։ Համամիտ եմ, չնայած որ նաև կավելացնի, որ երեխան իր օրվա մեծ մասը կարա դպրոցում է անցկացնում ու ուսուցիչն էլ իր ազդեցությունը կարող է ունենալ երեխայի վարքի վրա, դրսևորման վրա, բայց եւ մեծ ճիշտ ես ասում, այլ տնից է հիմնականում գալիս։ Մի խոսքով ձեր սերունդը դաստիարակած է ուղարկում է դպրոց։ Սերունդը չի դաստիարակած, մեզնից հետո սերունդն է հիմա։ Այն արանքի։ Այդ արանքն է, որ այո, ես ինձ մեղավոր եմ համարում, որովհետեւ այն ինչ որ ես պիտի տայի ինձնից հետո եկող, ասենք իմ երեխային այդ սերնդին, որոնք այսօր ծնող են արդեն, ես դա չեմ տվել։ Դրան ունի պատճառներ, ինչու ես դա չեմ արել, այդ ժամանակ եղավ երկրաշարժ, եղավ պատերազմ, մենք ուշադրություն չդարձրեցինք այդ սերնդի վրա, այնպես ինչպես մեր ծնողները մեզ էին դաստիարակում։ Մենք չհասցրեցինք անել ու դա գնաց։ Հիմա գալիս է այն պահը, երբ ես պիտի արդեն մտածեմ, որպեսզի իմ թոռները գոնե
իմ թորները լինեն ճիշտ, լինեն դաստիարակված։ Իրականում հիմա մեր սերունդից մեծ մասը, ովքեր ունեն երեխաներ, հաճախ են դիմում ընտանեկան հոգեբանի ու ընդհանրապես հոգեբանների ծառայություններին, որպեսզի համ իրենք աշխատեն իրենց հոգեբանական առողջության ու այդ նյարդային համակարգի վրա, համ նույնը երեխաների, բայց հենց դա կա ավագ սերունդ, որ սկսում է ձեռ առնել այդ բանը, դե լավ երեխուն ուր է ստանում հոգեբանի, ինչ ա եղել, որ տանում ես հոգեբանի, բայց հենց այդ հոգեբանի ու երեխայի հոգեկան առողջության հետ աշխատելը կօգնի, որ հետագայում ունենանք ավելի առողջ ու ոչ sense բռնության գնացող սերունդ։ Ռաֆայել, ես գիտես ինչն եմ, միտեղ համաձայն եմ քեզ հետ, միտեղ համաձայն չեմ, գիտես ինչի, որովհետև ես իմ ասեմ մեր ժամանակ, ձեր ժամանակ դրանից բան չլինեք, չվախենաք։ Չէ։ Մեր ժամանակ այդ հոգեբան ասածը չկար, բայց մեր ժամանակ հոգեբանի դերը փայլուն կատարում էին տատիկ պապիկները։ Հակադարձ եմ ձեզ, որ պետք չի միշտ այդ տան սիմվոլը դարձնել ոնց որ մեծին ու մնացածի կարծիքը հաշվի չառնել։ Ես դες բան չասեցի ներողություն։ Զուտ այդ խորհուրդների մասով եմ թվում ասել։ Ես օրինակ գիտեմ, իմ պապիկի տանը իրան պապիկիս մաման է, միջև ասենք չի ասա էսի արեք, ինքնանք չեն արել էտի, մի քիչ ես չէի կարող ապրեի այդ շրջանում էլի, որտեղ ես որ խոսում ենք, մենք խոսում ենք մեր անցած փորձից ելնելով, ապրած տարիներից ելնելով։ Դուք հիմա խոսում եք ենթադրաբար մտածված գալիքի մասին ձեր պատկերացումներով։ Մենք անհավասար վիճակներում ենք, այն սխալները, որ մենք արել ենք, մենք էլ պետք է չենք անենք։ ուզում, որ դուք անեք։ Հասկանում եք, այստեղ է վեճը գալիս։ Դուք չեք ուզում մենք անենք, բայց օրինակ մեր սերունդը ձեր սերունդից տարբերվում է նրանով, որ մենք օքեյ ենք, որ մենք սխալվենք։ Մենք սիրում ենք սխալվել, իսկ դուք վախենում եք, Մենք չենք վախենում։ Մենք անցել ենք դա։ Մենք էլ ենք սխալվել։ Մենք ձեզ ուղղություն ենք տալի, որ հասնեք ձեր նպատակին։ Դուք ռիսկի պակաս եք ունեցել։ Ստոպ։ Դուք գիտեք մի անգամ ինչ արտահայտություն մեծերի կողմից, ասեցին այ մեր ժամանակ մենք մտածում ենք, էսի ասենք, չասենք, ճիշտ լինի, բայց ես դրան հակադարձում եմ, որ եթե անգամ ասեմ ու սխալ լինի, ես չեմ նեղվում դրանից։ Այս թեմայից զատ ուզում եմ ոնց որ չշեղվենք մեր հիմնական թեմայից ու ուզում եի հարց տալ, ոնց եք վերաբերում խստությանը հիմա դպրոցներում, արդյոք օրինակ համազգեստները պետքա պահվի դպրոցականների համար։ Աղջիկներին ստիպել պոչ կապել։ Պոչ կապել օրինակ, տղաներին ստիպել պոչ կապել օրինակ սխալ է։ Չէ, կանտովկեն պետքա դզասինի տղա։ Հա։ Ինչ եք կարծում այս մասով, ավելի Այսօր եթե ուսուցիչը երեխային բացատրում է, որ կոսը պետք չի, ես փողոցայինի պահներ, հա։ երեխաները չեն լսում ուսուցչուն։ Իրանց ուզածով են էթում, իրանց ջինսերով, իրանց մատանիներով, իրանց հեռախոսներով։ Հասկանում եք, ուսուցիչը վախենում է երեխային բացատրի, որ տղա ջան, դու դեռ ջահել ես, դու դեռ ապագա պետք է ստեղծես քո համար, հասնես քո նպատակին։ Հասկանում եք։ Բայց դպրոցը արդյոք հագուստի մասին է, դպրոցը հագուստի մասին առաջներում սիրում վսկապները կապում էինք վզներից, լախչկերքը իրանց սև յուբկեքով, սպիտակ սարուշկեքով գնում են դուք, իսկ այսօր ինչով եք գնում դուք։ Բայց Բոթասով, կրասովկով։ Առաջ դա պետք էր, որ դուք հանկարծ սիստեմայից չշեղվեք։ Իսկ հիմա կարիքը չկա սիստեմայից շեղվել, չշեղվելու, ինչքան շեղվես, այդքան լավ։ Դուք պետք է այսպես գծով գնաք, աչքով։ Թերևս համաձայնվեմ այդ ամեն ինչի հետ, բայց երբ որ դու հակնում ես համազգեստ, երբ որ դու հակնում ես այդ յուբկաները, ֆարտուկները, երբ որ դու բոլորդ եք հակնում, ոչ մի սոցիալական տարբերություն աչք չի ծակում։ Բոլորը ունեն համազգեստ, միզգեստ, դու միլիոններ ունես, ես չունեմ, դա այդ բուլինգ եք ասում, չէ՞։ Գիտեք բուլինգը ոստորեն։ Ոստորեն բացատրեի այդ շատ բան գիտեմ։ Այո, գիտի այսօր ենթարկելու եմ։ Այ սա չէ երևում, սա աչք չէր ծակում ոչ մի բանը։ Մեր դասարանում կային ոստիկանության պետի տղա, կար ռայկոմի աշխատողի երրորդ քարտուղարի տղա, մենք հավասար էինք։ Բոլորը հավասար էին։ Հիմա Մենք էլ ընկերություն էինք անում, ախպերություն էինք անում, այդ ընկերությունը մնացել է մինչև այսօր։ Հասկանում եք։ Okay, ամեն դեպքում ես մնում եմ կարծիքին, որ դպրոցում ավելի լավ է կոմֆորտ հագնվի աշակերտը, որտեվ հիմնական այդ չի դպրոցի միտքը։ Կոմֆորտը ո՞րն է։ Կոմֆորտը դա որ քեզ հարմար լինի, դու քեզ լավ զգաս, ոչ թե սարոշկի մեջ քրտնես 6 ժամ, միջև երբ պետք է գնաս։ մի քիչ իրանել ես հակասեմ, իրականում համազգեստից զատ դպրոցը ընդհանրապես այդ ցերեկային ժամը ինքնաարտահայտվելու ժամ է, որ եթե երեխան ուզում է ինքնաարտահայտվի, ոնց ուզում է, իր հագուստի միջոցով ուզում։ Ինքնաարտահայտվելու ժամ չի։ Ինքնաարտահայտվել
Դե ուղղակի սոցիումի մեջ ես դու գտնում, դա ինքնարտահայտվելու համար է ու իրանց սահմանափակել դա կարող է բերի խնդիրների։ Այդ թեմայից մի փոքր, նույն թեմանա մի փոքր, եթե շեղվենք, այսօր դու դպրոցում կտեսնես մի աշակերտ, որը չունի հեռախոս ձեռքին։ Ու շատ լավ է, որ ունեն բոլորը հեռախոս։ Ինչով։ Ինֆորմացիայի առումով մեզ շատ հիմա հեշտ է դպրոցում սովորելիս ինֆորմացիան միանգամից վերցնել։ Ոչ թե օրինակ գրադարաններում ժամերով ինչ-որ ինֆորմացիա ման գա, մենք դա կարող ենք մի հատ Google-ենք ու գտնենք։ Ամենաառաջին ու աչքի ընկնող առավելությունը այդ է։ Երկրորդը օրինակ կապ տանեցիների հետ ամեն ինչ-որ իրավիճակում անվտանգություն, հաղորդակցություն, չգիտեմ էլ ինչ ասեմ, շարունակի բերել եմ որ խոսած։ Իսկ եթե ուսուցիչը դասը բացատրում որ երեխան լսի, իր դաս բացատրել երեխան այդ ժամանակ հեռախոսը միացրած իր TikTok-ն է նայում, ոչ թե ուսուցիչն է նայում։ Էդի ոնց հասկանանք, եթե դու բացատրում ես հեռախոսը ճիշտ է։ Դա արդեն պետքա դպրոցի կանոնակարգի մեջ լինի, շատ ամերիկյան դպրոցներում եւս, երբ որ մտնում ես դասարան, այնտեղ արկղիկ կա ամեն մեկի անունով կամ զուտ նստարանի քանակով, այսպես հեռախոսներ շարում են, մտնում են դասից ելնում են, դասամիջոցի 15-20 րոպեն, քանի րոպե հիմա չգիտեմ։ Համեմատ չեմ, որ ասում եք հեռախոսը պետքա դպրոցում։ Եթե ուսուցիչը ձեզի հարց է տալի, դուք նայում եք հեռախոսին, մեջը ինչա գրած պատասխանում եք, դուք ոչ գիրք եք կարդում այսօր, ոչ գրախանութ եք եթում։ Գիրք կարդալ ընդհանրապես, ոչ վերացրել եք։ Դուք պետք է սովորեք ձեր գիտելիքները գլխի մեջ մնա։ Այդ հարցը ինչն է, որ հիշեք, ոչ թե հեռախոսը միացնեք, նայեք էսա, всё, դրանով չի ավարտվում։ Դուք պետք է գիրքը սովորեք, գիրք են արտադրեք, գիրք են գրեք, որ սովորեք, հիշեք ինչա։ Էական տարբերություն չկա գրքից կսովորենք, թե TikTok-ից։ հեռախոսից։ Չէ, TikTok-ից չէ։ Բուլինգ մի արեք։ Հեռախոսից նայում եք, ինչա գրած պատասխանում եք հարցին։ Դու մոռանում եք ձեր գլխի մեջ այդ հարցը արդեն առավոտը նույն հարցն չեք հիշի։ Okay։ Որտե ոչ կարդում եք, ոչ գրախանութ եք այդտեղ, մեկն եք հիշում, այսօր որ տպավորվել է։ Մի հատ բան ասեք, որ գրքից կարդացել եք հիշում։ Մի բան ասեք, որ գրքից կարդացել եք տպավորվել է, օրինակ, տենց Շատ բան։ Հասարեն դու վերացնում եք գիրքը, մշակույթը լրի վերացնում եք։ Ուզում մենք Չէ՞ դե մաթեմատիկայի գիրքը մշակույթ է։ Չէ՞ դե կարդա, բայց ինչա՞ ինչ կար։ Ասում եք, որ մենք գիրքը ցածրացնում ենք ավելի, քան օրինակ գերադասում ենք TikTok-ը օրինակ, չէ, նման բան մենք չասեցինք։ Ու բայց համաձայն եք։ Բայց ընդհանրապես ձեր սերունդը միշտ է սիրում մեզ ցածրացնել, որ ասում մենք անինտելեկտուալ ենք, անես ենք, անենք այնպես։ Նրանք ձեր ժամանակ օրինակ բուլինգը ոնց է արտահայտվել, ինչ ձեզ բուլինգ արել են։ Մենք բուլինգ անում էին մեր ժամանակ, երբ որ բան էր, կատարյալ Սեղան։ Կատարյալ սեղան էր։ Այդ բուլինգ էին անում, ասում էին ապուշո չես։ Բայց արդյոք արժեր օրինակ ասել դու հա, եթե մարդուն 10 անգամ բացատրում են ու չի հասկանում, ասում են։ Մեր ժամանակներում ջահելները մեծի նկատմամբ շատ հարգալից են եղել։ Որ տարիքը հարգել են, քո ասած բուլինգը չեն արել, իսկ հիմա սովորած լինի, կրթված լինի, ոչ հաշվում են, ոչ էլ։ Մեծա սկսում են ձեռառնել մարդուն։ Հասկանում եք իրար։ Հա, բուլինգը, բայց օրինակ ոչ թե մենակ երեխեքն են մեծերին անում, այլ նաև մեծերն են երեխեքին անում, էլի։ Մեծերը հասակակիցները կարող է հասակակիցի հետ քո ասած լինի, բայց ջահելը ո՞նց կարող է այդպես բան լինի։ Ես մի հատ բուլինգի դեպք եմ հիշում։ Պատմեք։ Այդ բուլինգը ստիպեց ինձ, այսինքն ոչ թե պարտած, ոչ թե ստիպեց պարտադրեց, այլ պատճառ դարձավ, որ ես ջութակ նվագելը թողեցի։ Իմ ուսուցիչը ջութակի մազերս բան էին բաց ասեց բանի տակ ես մնացել, ջրատար խողովակի տակ ես մնացել, մազերը ժանգոտել են։ Դա բուլինգ էր։ Ես եկատուն ջութակը դրեցի։ Բոցավի կին ա եղել էլի։ Չէ, տղամարդ։ Հա, տղամարդ էր։ Ու էլ չգնացի։ Օրինակ ես բուլինգի բան պատմեմ ինձնից, ինձ կարմիր թշերից համար շատ են բուլինգ անում, բան, ասում են գեղի գաթա։ Դե նես չի ինչ-որ սխալ են ասել։ Ես էլ օրինակ բուլինգի պատճառով ես իմ բարբառով չեմ խոսում Գյումրու, այսինքն դպրոցում։ Այստեղ խոսում է էլի։ Ես չեմ խոսա։ Իրականում որովհետև այստեղ Երևանում եմ սովորել ու դասատուներից սկսած իմ գայերի վրա անդադ հումորներ անել, որովհետև կոպիտ ասած ռայոնից մենակ ես էի դասարանում։ Ես Թիֆլիսից եմ եկել, ինձ ասում են շուրտված։ Հետո ինչ։ Հենց բանի համար, բարբառի համար։ Թեթևա պետք նայել այդ ամեն ինչին։ Բայց 9 տարեկան երեխան ո՞նց նայի թեթև։ Չի հասկանում։ Ես չեմ հասկացել, էլի։ Չեմ հասկացել։ Մենոնք չեն։ Իմացել են, որ ասել են լավ, հիմա։
Ես ուզում եմ նաև ստրեսից ու ճնշումից խոսանք, որը եղել է թե նախկին, թե ձեր ժամանակներում, նախկինների ժամանակը սխալել։ Թե նաև մեր ժամանակներում կա դպրոցի կողմից ճնշում, ստրես։ Ինչ եք մտածում ստրեսի ու ճնշման մասին, որը եղել է թե ձեր ժամանակ, թե դպրոցում ձեր ժամանակ, թե մեր ժամանակների դպրոցներում ալինում, ինչ մտքեր ունենք։ Ստրեսի ժամանակ դպրոցում շատ ճնշումներ եղել իմ նկատմամբ, որ դասը չեմ սովորել, պահելը չեմ սովորել, նեղվել եմ, ստրես եմ տարել, որ հիմա կարող է ուսուցիչը ինձ հարց տա, ես չկարողանամ պատասխանեմ։ Շատ եմ ստրես տարել։ Ես անկեղծ եմ ասում։ Հիմնական այսքան ստրեսի պատճառը ուսուցիչն է եղել, որ դուք Չէ, իմ դաշտ սովորելը։ դուք չէիք սովորում, դուք ինքդ ձեզ ճնշում էիք, ճնշում էի, որ այսօր ոնց պիտի գնամ ու չէիք սովորում էլի։ Դե սովորում էի, պահելը չեմ սովորել, այդտեղի բան չի։ Իրականում կոնկուրենցիան է կա լինի, դասարանում լավ սովորողների հետ կոնկուրենցիայի մեջ ընկնել, այդ ստրեսը։ Ինչի պիտի դիլեմ, Օրինակ գնահատականները բերում է այդ ստրեսին, ինչի ճիշտ պիտի ինձ է։ հարց տա, ես չկարողանամ պատասխանել, գլուխս կախեմ բոլոր 30 հոգի աշակերտների դիմաց։ Ես դրա համար նեղվում էի ու ճնշումը ստրեսի մեջ էի։ Եղել է պահ։ Իմ ստրեսները լրիվ ուրիշ բնույթ են եղել դպրոցում, այդ տարիքում, երբ որ ես քնկոտ եմ։ Երբ որ առավոտ շուտ արթնանում էին, ես երեկոյան արթուկում էի իմ շորերը, վերնաշապիկ, բան, փողկապ, ամեն ինչ արթուկում էի, դնում էի, առավոտը ես ուշ էի արթնանում մի քիչ, եղբայրս արթնանում էր, իմ շորերը հագնում էր, արթուկած դնում էր։ Ես գալիս էի այդպես դպրոց ու ահավոր էի զգում այս բանի վերնաշապիկով բանով Էդ է եղել, ունեց ուրիշ ստրեսներ։ Ինձ թվում է իրանց ժամանակ ուղղակի իրանք այդ չեն դիտակցել ու ֆիքսել, որ դա ստրես է, դա ճնշում է, որովհետև հոգեբանորեն այդքան բաց չեն եղել, որ մի հատ էլ ճնշումը դա է։ Ձեր ժամանակ օրինակ ընդունված է եղել, որ պարտադիր դպրոցը ավարտելուց հետո պետք է գնաս բուից հետո ամուսնանաս, ամուսնանալուց հետո երեխա ունենաս, այդպես շարքով գնում էիք։ Իսկ մեր սերունդի ժամանակ, բրավ դու ոնց որ ինձ բան կանես, էլի որ կոսենք ես չեմ ուզում ընդունել բու ավարտելը, որովհետև հələ չեմ կողմնորոշել մասնագիտությանս հարցում։ Այսինքն օրինակ այն տարիքում ենք վերջացնում դպրոցը, երբ որ դու էլ չգիտես ինչ ես ուզում ու ծնողները ստիպում են ինչ-որ մի տեղ են ուղարկում։ Ձեր ժամանակում նորմալ է եղել ինձ թվում է այդպես այդ կանոնակարգը, բայց քանի որ մենք ավելի sense ազատ ենք եղել, օրինակ ես չէի ուզում, ես 16 տարեկան վերջացեմ, ես չգիտեի ինչ եմ ուզում, ես չէի ուզում մայիսին ավարտել եմ, սեպտեմբերին ինչ-որ համալսարանում լինեմ, ստիպված ինչ-որ մասնագիտությամբ։ Ու դրա համար sense մի քիչ ձգվեց, հետո մի տարի հետո ընդունվեցի իմ ուզած արդեն մասնագիտությամբ։ Հետո բայց էդ էլ թողեցի, որովհետև հասկացա, որ չեմ ուզում։ 3 տարի սովորեցի, հասկացա, որ չեմ ուզում։ Առաջներում մեր ժամանակ, ասենք որ ծնողը տեսնում էր երեխան այնքան լավ չի սովորում, հեղաղ ուսումնարաններ կար։ Մասնագետներ էին դառնում, մասնագիտություն էին սովորում։ Ես հիշում եմ, ես էլ եմ անդրակացրել մնացել, տելևիզիոն մասնագետ եմ եղել։ Երեխային տանում էին ինչ-որ մի արեստի, կրանովչիկ, ասենք ինչ-որ մի բան։ Քոլեջներ են։ Հա, հիմա քոլեջներ։ Հիմա տես բան ուրա։ Կա, քոլեջներ կան, հա, մասնագիտական քոլեջներ կան, բայց գիտեք ինչն է բանը։ Այդ կողմնորոշվելու հարցն է, որ ձեր մոտ լավ չեք սովորել, էլի դուք էլ լավ չեք սովորում։ 9-րդ, 10-րդ դասարանում երեխան արդեն պիտի կոնկրետ կողմնորոշված լինի, իմ կարծիքով։ Պիտի մեջ այդ նախասիրությունները արդեն բան զարգացած լինեն։ Տեսեք, ես օրինակ բերեմ, էլի կներեք, իմ օրինակից եմ բերում, որ իմ երեխան մինչև 8-9-րդ դասարան իմ փոքր աղջիկը նա լավ նկարում էր, ես արդեն պատրաստվում էի իմ ընկերներին խնդրեմ, որ գնամ շպարապի, որովհետև շատ լավ էր նկարում, շատ։ Հետո երեխան կտրուկ փոխվեց։ Զգացի, որ դե նայում ես էլի ժամանակը չկա այդքան որ մեկ բան, հետո զգացի ինչով է հետաքրքրվում, ինչ գրականություն է կարդում, ինչ բաներ է նայում, այդ մատերիալ է նայում։ Հետո մի օր ասեցի, դե արի գնանք, ես խոսացել եմ Թերլեմեզյան, գնանք որ քեզ դասեր, դասընթացներ վերցնես, բանի ընկերներն են այնտեղ, ասեց ես ուզում եմ կինեզիոլոգ դառնամ։ Ասում եմ, ես է կինոլոգի վրա գնացի, ասի։ Այ բալա ինչ շների հետ ասեցի շուն։
հետո ես այդտեղ իմացա կինեզիոլոգը, որ դա մասնագիտությունն է, Ինչ հա, ես չգիտեմ այդ։ Մեջ օրնաշար բան է չի։ դա բժիշկ է։ ֆիզիոթերապևտի մի այլ ճյուղն է։ Էլի մկաններ, ողնաշար, բան շատ հետաքրքիր մասնագիտությունն է, բանից բարձում է այսօր շատ պետք է։ Ուզում եմ ասեմ, կան երեխեք, ովքեր նախաձեռնությունը հենց ի սկզբանե իրանց ձեռքն են վերցնում։ Նայ, ինձ հարցը այդ է, դու հիմա բլոգեր ես։ Այո։ Սա մասնագիտություն է։ Այո։ Դու համարում ես, որ դա լուրջ մասնագիտություն է, ու դու մինչև բան, այսինքն ինչքան որ գնաց, պիտի դա անես։ Ինչքան ուզեմ, հետո կփոխեմ։ Մենք մեր սերունդը սիրում է շատ փոփոխություններ։ Ինքը հեշտ տրվող, հեշտ սովորվող մասնագիտություն է։ Գիտեք, չէ՞, մեր ժամանակը Որը ոնց որ լուրջ կարա գումարներ բերի, նաև կարա լուրջ ազդեցություն թողի, օրինակ հետևորդների վրա։ Ասենք մի երկու խոսքով կբացատրեք մասնագիտության բուն իմաստը։ Դու քո գործը, դու ինչ ես անում առավոտից։ Առավոտից, տեսեք, մեր գործը ընդհանրապես 24-ը 7-ի վրա է, որտեղ մենք միշտ սոցկայքերում ենք, որտեղ պետք է մշտապես ակտիվություն պահենք։ Մենք ստեղծում ենք կոնտենտ, նկարում ենք վիդեոներ, ռիլեր, հիմա ռիլերը որպես նորամուծություն մտնում է, էլի, այդ բառը։ Նկարում ենք ռիլեր, հետո օրինակ դրան անում ենք գովազդային ինտեգրացիաներ, կոմերցիոն ինչ-որ համագործակցություններ ենք անում։ Շատ փոքր ֆիլմեր։ Այս ֆորմատի պուճուր մեկ րոպեանոց ֆիլմ։ Ես նստած նայում եք, է։ Եկա վստահ Ես հասկանում եմ, բայց ֆիլմը դա լուրջ արտադրանք է։ Անել հենց նենց փոքր բաներ, որ դու հետո անունը ֆիլմ մի դրեք։ Ֆիլմա, պուճուրիկ ֆիլմա։ Բա ինչ տնենք։ Ես իմ ուրիշ բան դրեք, նայեք, բայց հենց դուք ձեր վիրավորում եք ֆիլմ արտադրողները։ հենց ձեր խնդիրը, ձեր սերունդի խնդիրը այն է, որ եթե ինչ-որ բաներ կան, դրանք սրբություններ են, դրանց կպնել չի կարելի։ Ֆիլմը, մշակույթը, թատրոնը, իրանց ոչ մի բան պետքա չանես։ Այսինքն քննադատողական միտք այդ սֆերայի վրա չկա։ Դա փոքր ֆիլմ է, փոքրիկ ֆիլմ է, այո, լուրջ տեխնիկա այսպես դրած չի, ոնց որ այստեղ հիմա ստուդիան դրած է մի 6-7 կամերա։ Ես կարող եմ նկարել։ Իհարկե դու կարող ու ձեզ ժողովուրդը այնքան շատ է սիրում, որ ձեզ այնքան կնային ու դուք կարաք ոնց որ լիքը լավ մտքեր տարածեք։ Նույն տանես հենց հեռախոսը դնելով 1 րոպեանոց նկարելով։ Բայց ոնց որ ձեր սերունդը սպասում է հենց այդ ասում եք լուրջ բան է, տարվա մեջ մի հատ լուրջ բան անեք, չէ՞, մենք ամեն օր ենք անում դա։ Ռաֆայել։ Այո։ Ռաֆայել ջան, ես ուզում եմ այնուամենայնիվ կապել ձեր մասնագիտական գործունեությունը դպրոցի հետ։ Չէ՞ որ այսինքն դուք սուժեն պատրաստի կա, տերևը ծառից պոկվեց ընկավ, դուք նկարեցիք, դա համարում եք, այսինքն ստեղծագործական ինչ կա այդ ամեն ինչի մեջ։ Ինչքանով է դպրոցը ձեզ տվել նյութ, ինչքանով եք դուք դպրոցից վերցրել այդ ամեն ինչը։ Ես դպրոցից շատ բան եմ վերցրել, այսինքն նայեք, բլոգինգը իր մեջ ունի մի քանի ճյուղեր, որ դու պետքա դրանք ունենաս, այսինքն սկիլերը հայերեն ոնց կոչվում։ Հմտություններ, որ պետքա ունենաս, դա մոնտաժն է, դա սցենար գրելն է, դա նաև աուդիտորիայի հետ, այսինքն հանդիսատեսի հետ աշխատելը, այդ մանիպուլյացիաները ոնց ճիշտ անես, որ գրավես ուշադրությունը ու իրանք նայեն քեզ։ Դպրոցի ինձ տվել այն ունակությունը, որ ես կարողանում եմ շատ սիրուն գեղեցիկ հումորային սցենարներ գրել, այսինքն այն կրթություն, որ ես ստացել եմ դպրոցում, դա ինձ համար մեծ ներդրում է հենց իմ բլոգինգի մեջ։ Այն շրջապատը, որ ունեցել ես դպրոցում, չէ՞, դպրոցի շրջապատը, նույն ուսուցիչները եւ այլն, այսինքն իրանց կյանքի փորձն որ դասից մի 10 րոպե շեղվում էին, մի բան պատմում էին, բայց եթե դպրոցում լինի առանձին նաեւ դաս ժամանակակից գիտելիքների, այս տեխնոլոգիաների, որտեղ նաև այդ ամեն ինչը sense թեթև կսովորացնեն, ավելի ոնց որ կզարգանա այս ոլորտը ու ավելի ազդեցիկ կդառնա։ Հիմա ցավոք, այո, ինքը կա, ինքը իր մեջ շատ մեծ գումարներ է շրջանառվում, բայց ազդեցիկ չի այս ոլորտը, որովհետև հենց այդ հին սերունդը լուրջ չի վերաբերվում դրան։ Բայց երբ որ դա մտնի կրթության մեջ եւս, այսինքն այդ նույն հեռախոսը սահմանափակելը դա ոնց որ դա շեղվել է։ Ու նույն որ հիմա օրինագիծ են ուզում ընդունեն, որ դա մինչև 16 տարեկաններին չի կարելի ունենալ սոցհարտակներ։ Դա այդ շեղում է այդ մասնագիտությունից, բայց այս մասնագիտությունը տեղ ունի շուտով լինելու, որովհետև ֆիլմն էլ ընդամենը քանի տարի կա ֆիլմը։ Ֆիլմ արտադրությունը 200, երևի 200, մի քիչ շատ 100 էլ, այսինքն 100 տարի առաջ եթե ինչ-որ ավակ սերունդը նստեր ասեր, այդ ի՞նչ է, պետք է նկարենք էդի։ Ասելա։
ու ասել է, հիմա ֆիլմ արտադրությունը դուք չէիք ասի դա լուրջ բան է։ Նույնն է սա է, ոնց որ հիմա այդ շանսը ընձեռվել է, որ մեզ այդ շանսը տան, որ մենք ստեղծագործենք ու մոտավոր 100 տարի հետո մեր ֆիլմերի ինչ թերևս ինչ որտեղ համաձայնում եմ քեզ հետ։ Իսկ Արտաշես պապ, դու օրինակ դպրոցում Ես մի բան խնդրեմ էլի։ Ասեք։ Այսուհետև Ասեք։ Դա չի վերաբերվում Յուրայ։ Պարոն Լևոնյանին, իմ ու քո մենք ստեղ գոլեգաներ ենք։ Արի հավասարով խոսենք։ Այ այստեղ հավասարով, այ այնտեղ արդեն կլնեմ Արտաշես պապ։ Եղավ Արտաշես։ Ես մեկա, ես համոզված եմ, որ ԽՍՀՄ-ում եղել է վախի մթնոլորտ ընդհանուր։ Իրաց տարիքին ես, Գրանստին դե, իրաց տարիքին ես։ Այսինքն բոլորս են համակարգի մեջ են եղել ու նույնիսկ չեն փորձեն ինչ-որ մի բան անել, որ դա տեսնեն, հա, չէիր կարող, կծեծեին թե չէ։ Օրինակ մեր մոտ Հորդ կտանեին Սիբիր, դպրոցի դիրեկտորին որ տեսնում ենք, փախնում ենք, այնտեղին փախնում որ մեջ տենալ, այդ ձև ախենում ենք իրանից, որտեղ խիստ էր։ Դեն մենք դողում էինք։ Մի օր դասի մի գնա, տենց եմ որ այդպես բան չկար։ Աշխատում ենք չտենանք վախում ենք։ Խիստ էր, բան ցած։ Իրան հանգստություն, այսօր չկա, իրան հանգստություն չէ դրան արածում։ Բայց խստության առումով ես պետք է ասեմ, որ դպրոցում խստությունը հիմա պակասում է, ու բայց դա պետքա բռնությամբ չլինի, այլ ինչ որ սխեմաներ պետքա մտածվի, նույն այդ դպրոցից հեռացնելը։ Օրինակ պետքա ասենց մի անգամից ասվի, մեղավոր ճանաչվեց, ինչ որ աշակերտ, վերջ դուրս է գալի։ Մի անգամ, այսինքն մի փոքր համաձայն եմ, որ վախի մթնոլորտ պետքա լինի, բայց ոչ թե վախ, որ քեզ կծեծեն, այլ ու ասենց հարգանքի ու վախի ասենց միքս, որ դու հեսա դուրս կմնաս դպրոցից, դու պետք է խելոք լինես, դու եկել ես սովորելու։ Ես ուզում եմ ասել, որ ասենց ամփոփ, ինչքան էլ մենք տարբեր կարծիքներ ունեցանք դպրոցի վերաբերյալ, ինչքան էլ ամեն մեկը իր օրինակներ ասած տեսանք ինչքան է տարբերությունը, բայց միևնույնն է դպրոցը մեր կյանքում, մեր բոլորի կյանքում յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար կարևոր տեղ է զբաղեցնում։ Ու թեկուզ անգամ դասից փախնելը դա վատ արարք է, բայց դպրոցում լավով է էլի հիշվում, որ դասից փախանք։ Միանշանակ, ոչ մի վատ բան չի հիշվում։ Այդ բոլորը կորում են։ Դպրոցից հետո ես միայն լավն եմ հիշում։ Միայն լավը։ Ոչ թե ուզում եմ հիշել վատը, չկա այդ վատը։ Այդ վատը անհետացել է։ Նաև մենք ընդհանրություններ ունենք էլի այդ առումով։ Միանշանակ։ Այո։ Ու թող ոնց որ այս կարծիքները զուտ ի օգուտ ծառայի, այլ ոչ թե որ նայեն ու ինքնանք ճիշտ են, իրենք սխալ են, զուտ ի օգուտ։ Այո։ Ասեմ, շատ հետաքրքիր թեմա է, շատ բաներ կան, որ մենք դեռ չխոսեցինք, որ ես որ կուզենայի էլի ինչ-որ բաների մասին խոսեինք, բայց համարենք սա մեր առաջին հանդիպումը ու ինչ-որ բաներ մեզ համար պարզ դարձավ։ Հուսանք մեր հանդիսատեսը մեզ շատ չի քննադատի այս ամեն ինչի համար։ Ես ակնկալում եմ, որ մենք ունենանք նաև արձագանքներ, այո, որը մեզ իհարկե կօգնի, նույնիսկ առաջարկներ թեմաների, ինչ թեմա կարող ենք շոշափել։ Այո, կարող եք կոմենտներում նշել, թե ինչ թեմայից կուզեք խոսենք, մենք ձեր կարծիքը շատ կարևոր է մեր համար, լայքում ենք, կոմենտում ենք, բաժանորդագրվում ենք Նորալիքի YouTube-յան էջին, ինչպես նաև սոցհարթակներում ենք հետևում, որպեսզի բոլոր նորությունները տեսնեք։ Առաջարկում եմ sense վերջնական մի հատ selfie անենք բոլորով, ինչ կասեք։ Selfie։ Ինձ թվում է ձեր հաղորդումը շատ լավ հաղորդում է, մեր դպրոցականները նայելով այս հաղորդումը ինձ թվում է առաջ կգնան։ Այո։ Միանշանակ։ Ապրեք։ Դե եկեք անենք։ Լուսանկարվենք։ Selfie անենք։ Դե selfie ո՞րն է, լուսանկարվենք։ Դե լուսանկարվել այն ապարատներով կարան լուսանկարվենք, այս սալը selfie է կար։ Նրանով էլ կարա selfie անես։ Աչե դու արի մեջտեղ։ Այսենց։ Ահա։ Սա ինչ սիրուն է։ Շնորհակալ ենք։ Ինկապորտով ուղարկի։ Ես շատ շնորհակալ եմ Ես էլ եմ շնորհակալ։ մասնակցության համար, ակտիվ քննարկումների համար։ Ձեզ շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն շատ։ Բարիք։ Ռաֆայել ջան, շատ հաճելի էր ծանոթանալ։ Սխալ է, էլի սխալ սերունդ ենք ցույց տալի, լկտի։ Շնորհակալություն։ Զումբում, զումբում